Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 17-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Այստեղ միայն տարվա ծնվածներին է վերաբերվում, ամսվա ծնվածների հետ բացարձակապես կապ չունի։ Սա հենց եթե դուք ծնվել եք այս կամ այն թվականին, ուրեմն դուք ծնվել եք այս կամ այն նշանի ներքո եւ հենց այդ նշաններն են այստեղ։ Կարելի ասել չինական հորոսկոպ։ Ոչ ոչինչ։ Տեսնենք, թե մեզ ինչ է սպասվելու այսօրը։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հուլիսի 17-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը գործերը կփորձեք առաջ մղել որքան հնարավոր է։ Նաև այստեղ պետական հիմնարկության հետ կապված հարցերը ձեզ մի փոքր տխրեցնում են։ Յուրաքանչյուրի մոտ դա տարբեր կարող է լինել։ Միգուցե ուսման կենտրոն է, բժշկական կենտրոն է, կամ բանկ է, պետական գործընթաց է եւ այլն։ Ինչ որ գործեր են, որոնք որ կարող եք նեղվել։ Նաև հեռախոսազանգ ունեք այդ օրը եւ երեկոյան եւս ինչ որ խոչընդոտներ են, որոնք էլի պետք է հաղթահարեք։ Ինչ որ խոչընդոտներով օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 17-ին։ Հարգելի ցուլեր,
լարված ընված ցորերին է սա վերաբերվում միայն, այդ օրը մտքերի մեջ կլինեք, կմտածեք։ Նաև կարող եք այստեղ նեղվել ձեր սիրելիից կամ իրար հետ այդպես լարված խոսեք, ուշադիր եղեք։ Նաև այստեղ ինչ-որ մի բան է փակ, չի առաջ գնում, կանգնած է կարելի ասել եւ դուք էմոցիոնալ եք։ Ինչ-որ մի բան չի ստացվում անել, որովհետեւ ինչ-որ մի բանն այնտեղ կանգնած է, դանդաղում է։ Նաև այդ օրը նամակագրական կապի մեջ կլինեք, կստանաք ոչ փաստաթուղթ կամ կուղարկեք որևիցե փաստաթուղթ, ինչ-որ փաստաթղթերի հետ գործ կունենաք։ Օձեր կան նաև շրջապատում։ Միգուցե հենց օձերի հետ է կապված այստեղ։ Ամեն ինչ այստեղ օձերն են այնպես անում, որ դանդաղում է, որ փակվում է եւ այլն։ Այսքանը ձեզ համար կամ մի պատմեք, ուղղակի կարող են ուրախանալ ձեր այդ իրավիճակից։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հուլիսի 17-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը օձեր կան, չար մարդիկ, չար խոսակցություններ, նաև այստեղ ձեր սիրելին կարող է մի փոքր վատառողջ լինել, կամ ձեր հարազատ մարդկանցից ոչ մեկը, այստեղ կտրուկ կամ դուք եք քայլանում, կամ ինքն է այդպես կտրուկ վատ զգում իրեն, ուշադրություն դարձրեք, կարող է լինել նաև գլխացավ, կարող է եթե աշխատում է աշխատանքի վայրում, կամ դուք ինքնդ դրանից հետո կտրուկ ինչ-որ քայլ կանեք, մտքերի մեջ եք լինելու, կմտածեք բավականին շատ, եւ այդ օրը կփորձեն ձեզ մոլորեցնել, կփորձեն ձեր աչքերին թոզ փչել, ինչպես որ ասում են, նաև ինչ-որ մի բան կբացահայտվի, այդպես փուջիկի նման կպայթի, նաև հաջողություն ունեք, միգուցե այդ ամեն ինչը, ինչ որ բացահայտվում է, դա ձեզ համար հիանալի է։ Հաջողությունը, նոր դռները, նոր հնարավորությունները։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հուլիսի 17-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Միևնույնն է, փակ է եւ հույսով եք, որ ամեն ինչ կկարգավորվի, ինչ-որ չափով է ձեզանից է կախված, կկարգավորվի թե ոչ, եթե նստեք հույսով սպասեք, իհարկե ոչ։ Այդ օրը նաեւ ոմանք նամակագրական կապի մեջ կլինեն շատ, փաստաթղթերի հետ կաշխատեք, կուղարկեք, կստանաք եւ երեկոյան էլի մտածում եք։ Կարծես թե ոչինչ չեք անում, որ գործերը բացվի եւ նստած միայն մտածում եք։ Երեկոյան կամ ինչ-որ մեկի մասին կմտածեք, կամ ինչ-որ բանի մասին կմտածեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Մի բան կար, մոմից անընդհատ կայծեր են թափում, ահա քարտերս կեղտոտեցին։ Ինչ է սպասվում վիշապներին հուլիսի 17-ին։ Չի ուզում պատասխանի դեմար, կայծեր կային վրան։ Այս մյուսով կանենք, չի ուզում պատասխանի, ուրեմն այս մյուսին կանցնենք։ Լինում են նման դեպքեր, որ չի ուզում քարտը պատասխանի։ Ինչ է սպասվում վիշապներին հուլիսի 17-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը հույսով լցված եք, հույսով սպասում եք, հույսնայել եք ինչ-որ մեկի վրա, ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք այդպես հույսով սպասում եք, պատասխանեն միգուցե աշխատանքի հետ կապված, ոմանք հանդիպեն պետական աշխատողի հետ, այստեղ որտեղ պետական հիմնարկություն նաև ունեք, դա կարող է լինել ուսման հետ կապված, բժշկականի, բանկ եւ այլն, իրավաբան, այստեղ կապված եք եւ հանդիպում կամ շփում կունենաք, նաև ոմանք բիզնես կբացեն, ոմանք շատ աշխատանք ունենան, պատվերներ եւ այստեղ ինչ-որ մի բան է տեղի ունենալու, որտեղ ունեք ուրախության արդյունքներ։ Ուրախանալու եք, հուզվեք եւ նաեւ հրավերք ունեք որևիցե առիթի կամ դուք եք մարդկանց հրավիրելու ձեր առիթին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին հուլիսի 17-ին։ Այ անց այս քարտերին, հա։
Լավ, ոչինչ։ Դնեմ ինձ մոտ։ Հարգելի օծեր, մեր քարտերը պետք է ընդհանրապես փոխանցնեի, ուղղակի վիշապներին քարտերը չէր ուզում պատասխանել, ստիպված ես քարտերը վայեցի, այդպես մնաց ձեռքս։ Ուրեմն այդ օրը ունակ սիրային ժամադրություն ոմանք հանդիպում իրենց հարազատ մարդկանց հետ, նաև հույսով լցված եք, հույս նետել եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա նաև, դա հաճվայր կան օրվա ընթացքում, ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք միգուցե աշխատանքի հետ է կապված այն ինչ-որ հույսով լցված եք, որ այն կլինի, նաև պետական աշխատողի հետ կհանդիպեք, բիզնես կբացեք, խոսեք աշխատանքի մասին և նամակագրական կապի մեջ կլինեք, փաստաթղթեր կստանաք, կուղարկեք, կգրանցեք ինչ-որ բաներ, նաև դե կարևոր փաստաթուղթ եք ստորագրում և գործերը չեք հասցնում ավարտին, բայց ինչ-որ մի բան ձեզ այդ օրը երջանկացնում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին հուլիսի 17-ին։ Հարգելի ձեր, այդ օրը ինչ-որ միտեղ կգնաք երկար կմնաք կամ այստեղ տարիքով անձնավորության եք սպասելու կամ իր հետ եք երկար մնում ոչ այդտեղ հարցեր եք քննարկում եւ այլն։ Նաեւ այդ օրը երկու տարբեր տարիքային տղամարդկանց հետ կհանդիպեք, ինչ-որ մեկը ընտանիքի անդամ է, ինչ-որ մեկը գործնական, միգուցե երկուսն էլ ընտանիքի անդամ են, բարեկամ են եւ այլն։ Օրվա ընթացքում կպարկեք հանգստանալու, ոմանց համար էլ դա ինտիմ հարաբերություններ է,
Նաև նոր դռներ է բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ է բացվում ձեր առջև, միգուցե հաշտվում եք ձեր երկրորդ կեսի հետ և հաջողություն ունեք այդ օրը յուրաքանչյուր ոլորտում այն ինչ որ կանեք և մի կիսվեք, որովհետև այստեղ երկիեսանի մարդիկ կան, ձեզ միանգամից կնախանձեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին հուլիսի 17-ին։ Հարգելի այծեր, այդ օրը կամ ինչ-որ գործեր կզարգանան առաջ կգնան, կամ այստեղ զարգանալ առաջ գնալու համար, հա ինչ-որ գործեր դա տանվում եք, թե ինչպես դա անեք, ինչպես առաջ մղեք, ինչպես առաջ տանեք, հա դրա մասին եք մտածում, ինչպես զարգացնեք որևիցե հարցեր, ոչ գործընթաց, և օրվա ընթացքում կարող վիճել ինչ-որ մարդկանց հետ և այստեղ մեկը մյուսին լավ տնավարի վիրավորի, հետո կարող նեղվել, ձեզ միայնակ զգալ, արդեն ուշ լինի, ասել եք վերջին բառերը, որովհետև նաև կարող են ձեզ վիրավորել։ Եվ տան հետ կապված ինչ-որ հարցեր կան, միգուցե տան ворց եք տալիս, միգուցե տեղափոխվում եք, առիթ է, կամ ձեր տանը, կամ պետք է գնաք այդ առիթին, իդեպ ես այծ գիտեմ, ում առիթն է այդ օրը, ծննդյան օրն է այդ օրը, ինչպես որ հենց հիմա ես հաստատում եմ քարտերի ճշմարտությունը, և նշում եք հյուրեր են գալիս, և այստեղ նաև կարող է ոմանց համար տեղափոխություն է սա, ոմանց համար ինչ-որ գործողություններ են, որ տան մեջ կանեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հուլիսի 17-ին։
Հարգելի կապիկներ, այդ օրը գումար եք ստանալու կամ գումար եք ծախսելու։ Նաև այստեղ ովքեր ունեն խնդիր առողջության հետ կապված, ապա այդ ամենը անցնում է, լավանում եք։ Նաև եթե ունեք հիվանդանոցում ինչ-որ մեկը, ապա ինքն է, ապաքինվում, ավելի առողջ կլինի, ավելի առողջությունը լավ կլինի, կզարգանա դեպի լավը։ Նաև այստեղ կարող են ձեր սիրելի մարդիկ ձեզ զանգահարել կամ ձեր երկրորդ կեսը ձեզ զանգահարի կամ զանգարեն ինչ-որ մի բան ասեն, որից որ դուք բավականին ուրախ կլինեք, ձեր սիրտը ուրախ կլինի։ Այդպես կամ սիրո խոստովանություն են անում ձեզ, եւ հետո դուք զանգարում եք ինչ-որ մեկին պատմում եք այդ մասին։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին հուլիսի 17-ին։ Հարգելի ակաղաղներ, այդ օրը ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք։ Նաև կարող է ժամերն են փոխվում եւ այլն։ Նաև այդ օրը ինչ-որ մի բանը, որ փակ էր ձեզ մոտ, դա բացվում է, նայեք, եւ կողպեկը կա եւ բանալին կա, այսինքն դա նշանակում այն ինչ որ փակ էր ձեզ համար միգուցե մինչեւ այդ կամ մի պահ կարող է փակ լինել եւ հետո անմիջապես բացվում է ձեր առջեւ այդ հնարավորությունը։ Եվ օցեր կան այդ օրը ձեր շրջապատում նախանձ մարդիկ, չար մարդիկ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին հուլիսի 17-ին։
Հարգելի շներ, այդ օրը հանկարծակի լուր ունեք, նաև գործերը կփորձեք հնարավորին չափ առաջ մղել, այստեղ նաև հեռախոսազանգ ունեք, որը ձեզ հաջողություն կբերի, շատ հաջողակ հեռախոսազանգ է, որ ասում են հեռախոսը կանջատեք և կթռվռաք ուրախությունից, միգուցե նման ինչ-որ իրավիճակում եք լինում, ինչպես ես վերջերս, երբ որ ինձ ասացին, որ լիցենզիատ պատրաստ է, արի տար, ես էլ այդպես հեռախոսը դրել եմ և այդպես թռվռացել եմ, միգուցե դուք էլ եք այդ օրին, ուղղակի իմ թռվռալը ինձ վրա շատ թանկ էր, մոտ 300,000, իսկ ձերը երևի թե շատ հիանալի պահ է այստեղ, ուրախ եք, ձեր տրամադրությունը բարձր է, այդ օրը հանդիպում շփում կունենաք ոչ տղայի հետ, գուցե գումար եք ծախսում, գումար եք տալիս, ինքն է գումար տալիս ձեզ, կարող է ինչ-որ գործողություն է անում, ինչ-որ սանտեխնիկ է և այլն և իրեն գումար եք տալիս, այդպես, կամ հակառակը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին հուլիսի 17-ին։ Հարգելի վարազներ, նաև խոզեր։ Կարիերայի բարձրացում ունեք, առաջ խաղացում ունեք, ձեր գործերը այդ օրը կկարողանաք առաջ մղել, որքան հնարավոր է և այստեղ կարող է բավականին առաջ մղել այն։ Նաև այստեղ ևս ինչ-որ հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, դա ևս հաշվի առեք, բարի լուր կլսեք, լավ լուր կլսեք, գումար կստանաք, կամ կծախսեք նաև այդ օրը, կվճարեք ինչ-որ մի բանի համար։ Այսքանը, ոնց որ թե օրվա առաջին կեսն է, ինչ-որ մի իրադարձություններ կատարվում, երկրորդ կեսը պարկում եք, կարող քնում եք, կարող ինչ-որ մի բան է, ոչինչ չի կատարվում ձեզ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։